հետաքրքիր է ձեզ այստեղ տեսնել, միանալու եք, դուք էլ եք միանալու։ Այսինքն մենք ձեզ կարող է տեսնենք նաև իրենց ցուցակում հետագայում։ Չեմ կարծում, որ ցուցակում կտեսնեք, բայց մենք ի սկզբանե միացած ենք եղել, որովհետև Շանդաշինք կուսակցությունը արդեն համագործակցության հուշագիր կնքել է միասնության թևերի հետ եւ մենք թիմ ընտրություններին, ինչպես գիտեք, 2021 թվականին առաջադրված ենք եղել Շանդաշինք կուսակցությունով եւ ես նկատի ունեմ միասնության թևերի ցուցակում ձեզ կտեսնենք։ Պարսյան Գևորգ Կանձին ոչ, բայց մեր քաղաքական թիմից իհարկե կտեսնենք։ Եվ հարևան Իրանում գիտեք ինչ իրադարձություններ են, այս առումով ինչ կարող ենք ասել, նաև Սյունիք մեծ հոսք կգա, չէ, պայմանավորված այս իրադարձություններով, ցավալի իրադարձություններով։ Իրադարձությունները իրականում ցավալի են, բայց դրա հետ կապված դեռ ոչինչ չեմ կարող ասել, կտեսնենք իրականում լուրջ իրադարձություններ են, որը որ կարող է բերել այո նման իրադարձություններ մեծ հոսք սկսել դեպի մեր տարածաշրջան, տեսնենք։ Մեզ ներքաշելու վտանգ տեսնում եք։ Դժվար է իհարկե այդ հարցին պատասխանել, բայց իմ կարծիքով ոչ։ Եվ թրիփի մասին, երբ ձեզ հարցրել էինք ամիսներ առաջ, դուք ասել եք, որ դեռևս ամբողջական պատկերացում չունեք։ Դրանից հետո եղան բազմաթիվ հայտարարություններ, փաստաթուղթ նաև հրապարակվեց եւ այլ։ Հիմա ինչ կարող եք ասել, ինչ կարող է թրիփը տալ եւ ինչ կարող է մեզանից վերցնել։ Շարունակում եմ դժվարանալ այդ հարցին պատասխանել, որովհետև իրապես ինչպես նախկինում եմ ասել, նույնպես այսօր եմ ասում, շատ բան կախված է դետալներից եւ շատ բան դեռ պարզ չէ թրիփի հետ կապված։ Կտեսնենք ինչպես կարգավորել այդ ամբողջ գործընթացը։ Անվտանգության ինչ խնդիրներ կարող են առաջանալ, որտեղ պարբերաբար խոսվում է տնտեսական շահի վերաբերյալ, իսկ անվտանգության հետ կապված ինչ խնդիր կարող է առաջանալ։ Քանի որ ինչպես նախկինում այնպես նաև այսօր էլ թրիփի հետ կապված շատ բան չեմ կարող ասել, դա ավելի շատ պետք է իշխանություններին այդ հարցը ուղղել եւ այդ իսկ ապահովությամբ թե տնտեսական առումով թե անվտանգության հետ կապված կդժվարանան պատասխանել։ Ամենայն դեպս ակնհայտ է այն, որ Ադրբեջանը այդ իրողությամբ շատ ուրախ է։ Վերահսկողությունը մեր ձեռքում չի լինելու ըստ էության։ Իշխանությունների ներկայացնելով այդպես է լինելու։ Տեսնենք։ Քանի որ միասնության թևերի քաղաքական ծրագրի ներկայացնելուն եք եկել, միասնության թևերից առաջնորդը Արման Թաթոյանը նշում էր, որ հնարավոր չէ հասնել խաղաղության, եթե մոռացության են մատնվում Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի հարցը։ Այս առումով ինչ կարող եք ասել։ Մենք գիտենք Սյունիքում մի շարք տարածքներ շարունակում են մնալ հակառակորդի վերահսկողության տակ։ Այո, իրականում այդպես է եւ նույնպես Կապան համայնքի վարչական տարածքից 2700 հեկտար հողատարածք շարունակում է մնալ օկուպացված Ադրբեջանի զորքերի կողմից եւ այո, չեմ կարծում, որ այդ խաղաղությունը կարող է ամբողջական լինել այն պարագայում, երբ որ մեր սուվերեն տարածքները շարունակում են մնալ Ադրբեջանի օկուպացիայի ներքո։